Մայիսի 24-ին հայ եկեղեցու հոգևորականաց դասը համալրվեց 4 եպիսկոպոսներով։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ Վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Անանիա Վարդապետ Ծատուրյանը և Մայրաթորի քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը։ Հաստատված կարգի համաձայն նոր ձեռնադրված եպիսկոպոսները Անդրանիկ պատարագը մատուցում են Մայր տաճարում իջման Սուրբ Սեղանին։ Մեր որդիական խոնարհ երախտագիտությունն ենք բերում ամենայն հայոց հայրապետին, մեծն Աստծուն, բարին Աստծուն, մեր եկեղեցու ուխտապահ դասին, մեր հարազատներին, բարեկամներին, բոլոր այն անձանց, ովքեր այս տևական ժամանակահատվածում իրենց ներբերումն են ունեցել մեր անձի, մեր հոգեկերտվածքի ձևավորման մեջ։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի ծառայությունը հարուստ է ինչպես թեմական, այնպես էլ սոցիալական ու կրթական գործունեությամբ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Սևանի Վազգենյան դպրանոցն ու Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո 2002 թվականին ձեռնադրվել է սարկավակ, իսկ 2005-ին կուսակրոն քահանայության ուխտ ընդունել։ Նա նոր կտակարանի ներածություն է ուսանել Կանադայի Տորոնտո քաղաքում, 5 տարի անց 2010 թվականին ստացել է վարդապետական աստիճան։ Հայր Սուրբը տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, եղել Մայրաթորի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն, հովվական ծառայություն է ծավալել նաև հայրենիքի սահմաններից դուրս։ 2014-ից 17 թվականներին եղել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդը, իսկ 2018-ից 20 թվականներին Ուկրաինայի հայոց թեմի փոխառաջնորդը։ Հայաստան վերադառնալուց հետո 2021-ից 24 թվականներին Հայր Սուրբը ծառայել է որպես խորվիրապի վանահայր։ 25 թվականից ստանձնել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատուի պարտականությունները, իսկ 2026 թվականի հունվարից նշանակվել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։ Հոգևոր և վարչական աշխատանքից բացի Իսահակ Սրբազանը բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է։ Եկեղեցին աստվածային կանչի, կոչի, սիրո արտահայտությունն է եւ սիրո արդյունք։ Հերթական անգամ, բայց յուրովսան կերպով ուխտի ստանձնում պիտի լինի սա մեզ համար դարձյալ նվիրվելու մեր ազգին, մեր ժողովրդին, մեր պետությանը, որպեսզի մենք մեր կարելին ներբերենք մեր վաղվա օրվա եւ լուսավոր ապագայի երաշխավորության մեջ։ Առաջիկա կիրակի նորաոց եպիսկոպոսը պատարագ կմատուցի իր թեմում, Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում եւ Գեղարքունիքի թեմի հավատացյալներին կբաշխի իր օրհնությունը։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 27-ին Մայր տաճարի իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական Անդրանիկ պատարագը մատուցեց Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը։ Նա ընդամենը մի քանի օր առաջ, մայիսի 24-ին, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվեց և ոցվեց եպիսկոպոս։ Սրբազանը ծնունդով աշտարակից է, 2002 թվականին է Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվել, 4 տարի անց Արարատ եպիսկոպոս Գալթակջյանի ձեռամբ սարկավակ ձեռնադրվել, իսկ կուսակրոնության ուխտը 25 տարեկանում է ընդունել։ Եպիսկոպոսը երկար տարիներ եղել է վեհափառ հայրապետի գավազանակիրը, արարողակարգային բաժնի տնօրենը, ապա ուսումը շարունակել է Իտալիայում, վերադարձին նշանակվել Սուրբ Գայանե վանքի վանահայր։ Սրբազան հայրը տարբեր տարիների ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևելյան ու արևմտյան թեմերում, իսկ 2025 թվականի մայիսից հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ։ Ձեռնադրությամբ հոգևորականն իր հետ ստանում է որոշակի շնորհներ, առաքելություն և պատասխանատվություն, բայց այդ շնորհները սեփական անձը մեծարելու կամ երկրային փառքի հասնելու համար չեն։
Մայրավանքում հավաքվածներին ասաց պատարագիչը։ Դրանք շնորհված են անձի կատարելագործման և մերձավորի հոգևոր ու մարմնավոր առողջությանը ծառայեցնելու համար։ Նույն կերպ յուրաքանչյուր քրիստոնյա մկրտությամբ ստանում է Սուրբ Հոգու պարգևները աշխարհում լույս և աղ լինելու համար, հավելեց Սրբազանը։ Ճանանք նմանվել մեր երկնավոր Հորը և պատմության մեջ հանուն Քրիստոսի ճգնած երանաշնոր հայրապետներին ու հոգևորականներին։ Հիշենք, որ այս կոչումը մարդկային ընտրություն չէ, այլ աստվածային։ Ինչպես Սուրբիկն է ասում, որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պաշտոնը, այլ նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։ Նույնիսկ ինքը Քրիստոս ոչ թե ինքն իրեն մեծարեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. Դու ես իմ որդին, և ես այսօր ծնեցի քեզ։ Մայիսի 28-ին Մայրաթորում պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 26-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջինատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվեցին Ներքին գործերի նախարարության Վաղարշապատի բաժնի 2 ոստիկան։ Նրանցից մեկն իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը, իսկ մյուսն ուղեկցել է Հանրապետություն կուսակցության քարոզարշավը։ Պաշտպան Էմին Խաչատրյանը հարցաքննությունն իրականացրած ոստիկանից հետաքրքրվեց, ինչու է արձանագրության մեջ վկա Գառնիկ Ղազարյանի անձնական տվյալների փոխարեն լրացված մեկ այլ անձի Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հեռախոսահամարը։ Վկան պատասխանեց, որ հարցաքննության ընթացքում Գառնիկ Ղազարյանի հետ ներկայ է եղել նաև Հարություն Մկրտչյանը։ Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այս կարևոր հանգամանքի վրա։ Երկրորդ վկան դատարանում հայտնեց, որ Ոսկեհատ համայնքում քարոզարշավը խոչընդոտող որևէ հանգամանք չի նկատել։ Նրան ենթադրյալ միջադեպի մասին Հարևան գյուղում հայտնել է Հանրապետություն կուսակցության թեկնածուն։ Դատավոր Գևորգ Մանուկյանը ևս քարոզարշավը խոչընդոտելու վերաբերյալ մի քանի հարց ուղղեց վկային։ Ոստիկանը հայտնեց, որ հաղորդումն ինքն է ներկայացրել Ներքին գործերի նախարարության Վաղարշապատի բաժին, սակայն անձամբ որևէ հակաօրինական գործողություն քարոզարշավի ժամանակ չի տեսել։ Հաղորդումը կազմվել է բացառապես կուսակցության անդամի տրամադրած տեղեկության հիման վրա։ Պաշտպան Էմին Խաչատրյանը արձանագրեց, որ այս հարցաքննությունները ևս մեկ անգամ ապացուցում են իր պաշտպանյալների անմեղությունը։ Փաստաբանը դատարանից ժամանակ խնդրեց պաշտպանական թիմի հետ լրացուցիչ միջնորդություններ ներկայացնելու հարցը քննարկելու համար։ Դատավորը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, սակայն անփոփոխ թողեց Ներսիսյանների խափանման միջոցը, մերժելով այն մեղմելու պաշտպանական կողմի առաջարկը։ Հիշեցնենք, որ Ներսիսյաններն արդեն 7 ամիս գտնվում են անազատության մեջ։ Պաշտպանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ գործընթացն ունի քաղաքական ենթատեքստ և հանդիսանում է ամենայն հայոց կաթողիկոսի վրա ճնշում գործադրելու հերթական միջոց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 22-ին ժամը 16-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։